հետեն պիտի գարտանք, միասին պիտի գարտանք Գործ Առաքելոց գլուխ 20։ Գործ Առաքելոց գլուխ 20 պիտի խնդրեմ, որ գարտանք եւ տեսնենք ինչ կրնան գնել։ Երկու շաբաթ առաջ մեր ուղի եթերին, որ Գործ Առաքելոցը գսերդենք, անոնք որ դեղյակ չեն, դեղյակ լինեն, Գործ Առաքելոցը գսերդենք եւ երկու չորեքշաբթի առաջ մինչ այս սերդողությունը գնեի մեկ բառ այս համարին մեջ սրդիս կբավ։ Ուրեմն Գործ Առաքելոց գլուխ 20 համար 17-ին պիտի գարտանք, բայց 17-ին գարտալուց առաջ պիտի միասին պիտի գարտանք մեկ համար 22 եւ մեկ բառ գա այդտեղ, որ գուզեմ շեշտը տնենք։ Հա, հալելույա։ Համար 22 նայեցեք ինչ կսե։ Բողոսն է խոսողը, գսե եւ ահա ես հիմա հոգիով գապված Երուսաղեմ գերտամ։ Այսօրվա մեր խոսակցությունը իրար հետ հոգիով գապվածի մասին է։ Ինչս էլ է հոգիով գապված, հոգիով գապվիլ մեծ բաներ բացվեցավ իմ մեջս այս բարի շուրջ, հոգիով գապված, սուրբ հոգիով անշուշտ, հա, սուրբ հոգիով գապված։ Գապված եմ գսե սուրբ հոգիով եւ քանի որ սուրբ հոգիով գապված եմ, այս պիտենեմ կամ այդ պիտի չնեմ, այսպես պիտի այդպես պիտի եւ այլն։ Եկեք կարդանք ամբողջ այս համարները, հետո ցեզի պիտի արիտ տամ, որ իրար հետ խոսակցենք եւ դերևս ինչու՞ չէ այս թեմարտեմ երկու խումբ իրար հարց պատասխան, ինչու՞ չէ դբրոցի պես այստեղի խումբը գրնա այս խումբին հետ խոսիլ, այստեղի խումբը գրնա այսօր հետ խոսիլ եւ այսպես միասին փորձենք հասկանալ այսօրվա իմաստը։ Անհամարսի որ յետևները շատ մինստիկ այս առաջները եկեք որ կարողանանք իրար հետ ընկերային խոսենք։ Ուրեմն 17-րդ համարից կգարտամ հետևեցեք ինձ։ 20-15 Գործ Առաքելոց 20-15 17 Ուրեմն Գործ Առաքելոց 20-17 Մերիդոսեն մարդ ղրգեց, ուրեմն Բողոս Եփեսոս ու եկեղեցին երեցները գանչեց։ Բողոս Առաքյալը գանչեց եկեղեցի երեցները։ Երբ երեցները եկան, անոնց ըսավ. Դուք գիտեք առաջին օրեն ի վեր, երբ ես Ասիա եկա, ինչպես ցեզի հետ վարվեցա բոլոր ժամանակը։ Ամենայն խոնարհությամբ, դերոջը ծառայելով եւ շատ արցունքով ու փորձություններով, որ հрьяաները նենկությունով ինձի բադահեցան։ Ինչպես վախնալով բամը բնավ ետ չգեցա, օգտակար բաներ ցեզի ըսել է եւ ցեզի հրաբարագավ եւ դան մեջ սորվեցնել է։ Վկայություն տալով հрьяաներուն եւ հույներուն արչեւ դեպի Աստված ապաշխարության համար մեր Տեր Հիսուս Քրիստոսին վրա եղած հավատքով։ Համար 22 Հիմա ահա ես հոգիով գապված Երուսաղեմ գերտամ եւ հոն ինձի ինչ պիտի բադահի չեմ գիտեր։ Միայն թե Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ ինձի գվգայե թե գաբեր եւ նեղություններ ինձ կսպասեն։ Բայց ես բանիմը համար հոգ չեմ մներ եւ իմ անձս բադվական չեմ սեբեր, միայն թե իմ ընթացքս ուրախությամբ կատարեմ եւ այն ճաշտոնը զոր Տեր Հիսուսեն արի ազդո շնորհներուն ավետարանին վգա ըլլալու։ Այսքան։ Հիմա պիտի խնդրեմ դու գալ գարտակ մի քանի վարքան լուր եւ հետո հարցումներ պիտի հարցնենք իրարու այս խոսքին հետ կապված հրամեցեք խոսքը ծերն է սուրբ գիրքը որ գարտում եք ժողովուրդ մի բան սորվեցեք սուրբ գիրքը որ գարտացիք եթե 3-4 տող գարտացիք կամ պարագրաֆ մը գարտացիք եթե այդ պարագրաֆը ծեր բարերով չի կարողանաք մեկնաբանել ասել է չեք հասկացել դարձել եք հիմա վստահ դու նգարտայի կանցնեի կշարունակեի կշարունակեի էջերով գլուխներով ինչպես հա ոչ շատ համարներ բայց պրինցիպը էդ է որ երբ որ ես գարտացի եւ մանավանդ եկեղեցի մեջ ասենք որ էս են գարտում
Եվ մանավանդ որ ծեր հովիվ ձեզի ժամանակ է դալիս որ մտածեք, ինչի որ ինքը պատմում է։ Ասել է որ ժամանակ է որ մի հատ մտածես որ ես այս համարից ինչ եմ քաղում։ Քանի որ եթե աստվածային համարներից ես այստեղ եկեղեցիի մեջ չկարողանանք մի բան քաղել, ասել է որ մեր ընթերցումը հոգևոր կյանքը չի աճելու։ Հիմա կարոզից կամ այս պաշտամունքից հետո ինչ է փոխելու քո մեջ, վստահ եղիր բան չի փոխելու։ Ինչու՞, քանի որ հատվածին մեջ չմդար։ Անոնց ցեզ առաջարկում եմ հատվածի մեջ մտեք, փնտրեցեք, ֆրանսերեն գսեն exégèse, բարերը քննարկեցեք, նախատեսությունները քննարկեցեք, տեսեք ինչ ասում է տեղ, որպես ես այդտեղից տեսնեմ Աստված ինչ ասում ինձ այսօր իմ վիճակի մեջ։ Հիմա դերս պիտի ասես, Բոսին ցանկը բախբար 2000 տարի առաջ ես այստեղ ինչ խնդիրներ ունիմ, պիտի ամուսնանամ, երեխա պիտի ունենամ, կամ պիտի ամուսնանամ, կամ պիտի խնդիր ունիմ, ֆակտուր ունիմ, հիվանդ եմ, դոկտորի պիտի երթամ, Բոսին պատմությունը ինձ ինչ։ Եթե մենք հավատում ենք, որ Սուրբ խոսքերը ամենը մեր այսօրվա համար են, ասել Բոսի այս պատմությունը իմ այսօրվա համար միանշանակ կարևորություն ունի։ Ամեն։ Այստեղ որ ես կարտացի երկու շաբաթ առաջ սերդողություն ունենք, ասիկի առաջ ու եթերեն, եւ հետո սերդողությունից հետո ետ վերադարձա, կամ ես միշտ հետո մեկ հատ կոնտրոլ գնեմ իմ ասածներս, ետ վերադարձա, տեսա որ այս բարի վրա միտքս բացվավ։ Կապված Սուրբ Հոգիով։ Ես կապված եմ Սուրբ Հոգիով։ Ուրեմն սկսա մտածել, ինչ ասել է կապված Սուրբ Հոգիով։ Եվ կապված եմ Սուրբ Հոգիով։ Սկսա մտածել եւ եկա այդ եզրակացության կապված Սուրբ Հոգիով ասել է, լավ լսեցեք, ֆրանսերեն ֆյուզիոնե, հայերեն շաղկապված։ Մեկ շաղկապված եմ Սուրբ Հոգիով։ Ինքը Սուրբ Հոգին իմ մեջ, իմ համար, ինձ հետ եւ իմ կյանքիս մեջ, ես իր համար, իր մեջ եւ իր մով։ Եվ որ գսե ես կապված եմ Սուրբ Հոգին, այստեղ հավատացյալ ըլլալու թեմա չէ, այստեղ շատ ավելի խորունգ է։ Հիսուսի հավատալու թեմա չէ այստեղ։ Այստեղ շատ ավելի խորունգ է։ Ասել է որ ես կապված եմ Սուրբ Հոգիով, երկուքնից եղել ենք մեկ, շաղկապված ենք, ստիպված եմ իր հետ, իր մով, իր համար, ինքն ալ անում է ամեն ինչ միան ինձ մով, իմ մեջ եւ իմ համար։ Շաղկապված է այստեղը։ Ինչպես։ Հա, եւ երկու կողմից է, ոչ թե միան ես Սուրբ Հոգին հետ, այլ Սուրբ Հոգին ալ ինձ հետ։ Հասկացաք, որ միշտ մենք ասում պետք է Սուրբ Հոգիով լեցվենք, ամեն ինչ անենք Սուրբ Հոգիով, Սուրբ ամեն։ Բայց այս համարը շատ ավելի խորունգ է։ Այս համարը դիալոգի համար է, միապանության համար է։ Ասել է որ Սուրբ Հոգին իմ հետ շաղկապված է, ես ալ Սուրբ Հոգին հետ շաղկապված եմ։ Եվ երբ որ շաղկապված ենք, այդտեղից ելնում է մի նորություն, անցը դառնում է նոր անց։ Նայեցեք, երբ որ գսենք վերստին ծնված հավատացյալը, բոլորս գիտենք, երբ որ մեկը Հիսուսը կընդունի Սուրբ Հոգին գուքա իր մեջ, չէ՞։ Համաձայն եք իսկեդին։ Դա ան որ Սուրբ Հոգին չունի, վերստին ծնված չէ։ Ան որ Սուրբ Հոգին ունի, վերստին ծնված է։ Հիմա Սուրբ Հոգին ունենալու միտքը ինչ է։ Եթե ոչ, Սուրբ Հոգին, ինչպես Պողոսարակյալ ուրիշ տեղ գսե, լեցվեցեք Սուրբ Հոգիով։ Ասել է որ Սուրբ Հոգին ինձ ոչ թե միան երբեմները բիդ առաջնորդ է, երբեմները լավ մարդ բիդ լամ, մեղ պիչի կործեմ, խելոք մարդ բիդ լամ չէ, այլ Սուրբ Հոգին եւ ես մեկ պիտի լինենք։ Մագարտակը տեսակ ուրենք։ Հալելույա։ Հասկացաք մագարտակը ուր է տնում Սուրբ Գիրքը մագարտակը։ Սուրբ Գիրքը մագարտակը միայն հավատացյալը լալու վրա չի տներ, եկեք ապաշխարեցեք, մգրդվեցեք, եկեղեցի անդամ եղեք։ Ոչ, Սուրբ Գիրքը գտնում է հոգևոր մագարտակը Հիսուսի հետ, Հիսուսի մեջ շաղկապված, ինչպես մենք մեկ ենք կսե հորը հետ, այնպես ալ հավատացյալները քո հետ մեկ պիտի ըլլան։ Donc նպատակը շաղկապված ըլլալն է Սուրբ Հոգին հետ։ Հալելույա։ Donc ասելով որ չգա, այսօր մասի շատ կխոսենք, չգա ես ապրեմ երբեմները, օրվա մեջ երբեմները, այլ շաղկապված։ Հիմա պիտի ասեք դժվար է, գիտեմ դժվար է։ Պիտի ասեք հեշտ չի։ Բայց հավատացյալ լալը էսա։ Հիսուսի չափանիշներով հավատացյալ ըլլալը էսա։
Մեր ճապանիշներով հավատացյալ ըլլալը եկեղեցի արի, մգրդվիր, անդամ եղիր, ծարայե երբեմները, ինչու չգարես կիրագի, ինչու չգարես կիրագի, վալա, մենք մեզի ճապանիշներ ենք տնում։ Երբ որ ասեք թե գսի, անցորը մեկ հովի հետ կխոսեի, գսի ծեր եկեղեցին քանի հոգի կան, ասավ մի 100-150 հոգինոց եկեղեցի, ասի ինչ լավ եւ այլն, ասի բայց 150-ին քանի հոգի աշակերտ են։ Ասա դե ինչ հարցում ես հարցնում։ Ասի հենց այս հարցում պետք է հարցնեմ։ 150-ին 150 մարդիկ, քանի հոգի սուրբ հոգիով շաղգապված Գաբրին եղբայր գրնաս ասել։ Այստեղին է որ մենք մագարտակներ գտնենք վերը ուրիշ տեղ, բայց Հիսուս գտնի ավելի վեր։ Ուրեմն Պողոս Արաքյալ, քանի որ սուրբ հոգիով շաղգապված է, լի է par l'esprit, գապված սուրբ հոգիով, շատ մբաներ մեզի օրինակ կուտա, որ հիմա մեր հատ մեր գարտացած վրա մեմը պիտի անցնենք։ Նայեցեք, եթե սուրբ հոգիով գապված հարցումս ինձի, սուրբ հոգիով շաղգապված մարդը գերևնա։ Ծառը իր բդուղեն հայտնի գլա։ Ուրեմն հավատացյալը գերևնա, անհավատը գերևնա, սուրբ հոգիով շաղգապվածը գերևնա, սդախոսը գերևնա, ձուրը գերևնա, միշտ գերևնա։ Սուրբ հոգիով շաղգապվածն ալ պիտի երևնա, բայց անոր երևույթը դարբեր է։ Հալելույա, համաձայն եք եդես։ Նայեցեք համար 18-ը ինչ ասում։ Սուրբ հոգիով շաղգապվածի մասին պիտի խոսենք հիմա։ Պողոս Արաքյալը մեր օրինակն է, հետո տեսնենք մենք մեջն ենք, մեջը չենք, edի հետո գնայինք իրար հետ։ Բայց Պողոս Արաքյալին սուրբ հոգիով շաղգապվածը լալը գսե իր երեցներուն, գսե նայեցեք, գսե համար 18-ը։ Դուք գիտեք ինչպես ես ձեր հետ վարվեցա։ Վարվեցան վարվելագերբը, ապրելագերբը, դրսևորումը։ Դուք գիտեք, եթե այդտեղ Պողոս Արաքյալը մի քիչ ձուրմուրդ մարդ լար, այդտեղի երեսները բիցեին, հա Պողոս ջան, բայց չես հիշում, ամսուն 27-ին ինչ ասեցիր մեզ, ամսուն 30-ին ինչ արեցիր մեզ, բա ինչ վարվելագերբ ախպեր։ Բայց երբ որ ինք ասում, դուք գիտեք ես ինչպես վարվեցա, վստահ իմացիներսին փառք Աստծո, այո մենք գիտենք, դու ինչպես վարվեցար։ Դու կան որ սուրբ հոգիով գապված մարդ ես, դու սուրբ հոգիով շաղգապված մարդ ես։ Ուրեմն վարվելագերբեն գերևնա դու սուրբ հոգիով ես շաղգապված ոչ թե Սարգիսով։ Ես իմ համասամ։ Okay։ Ամեն մեկս մի բանով շաղգապված ենք, այստեղ այսօր մենք կուզենք իրար հետ տեսնել, ես կուզեմ ցեզի այսպես պատկերը տալ սուրբ հոգիով շաղգապված մարդուն։ Առաջինը վարվելագերբը։ Վարվելագերբի մեջ ինչ կտնեք։ Վարվելագերբ որ ասում եմ։ Ինչ բար գտնեք, ինչ։ Okay, ուրիշ խոնարհությունը գա, բայց ուրիշ։ Խոսնականը ինչ։ Ժբիտ, աբրես, բարձ, հարգանք, սիրալիր, ներող, խոսակցականը մաքուր, գադակները մաքուր, ուտելիք խմելիքները մաքուր, ընկերները մաքուր, վարվելագերբը այս բոլորն է։ Donc ես ինչ անեմ, գամ դուք ինձ հետ ինչ անեք, եթե ես գիրագյորը կամ հալելույա ասեմ, եւ իմ վարվելագերբս մարդկային, կամ այստեղ Պողոսը հոգևորի մասին չի խոսում, նախ մարդկային։ Մարդկային վարվելագերբը, եթե Պողոսին մարդկային վարվելագերբը այն չլիներ, իր քարոզչությունը ստեղ չէր հասներ։ Հալելույա։ Ուրեմն առաջինը գտեսնենք իր վարվելագերբը։ Համար 19-ը այստեղ գսե ամենայն խոնարհությամբ դերոջը ծառայելով եւ շատ արցունքներով, փորձություններով եւ այլն եւ այլն։ Երկրորդ բանը որ գերևնա սուրբ հոգիով շանգապած մարդը խոնարհությունն է։ Խոնարհությունը ինչի մեջ։ Գիրագյորերը չէ, հա։ Գիրագյորը հեշտ է։ Խոնարհությունը փորձության մեջ լացով, որ չլաթե ես շեղվիմ դիրոջը խոսքից։ Խոնարհության մեջ որ չլաթե ես դիրոջը վատ բան դրսևորեմ։ Հրյաները հարցակեցին, հրյաները նենքություններին, ինչ գիտեմ, Սարգիս հետ արեց քեզ, Հակոբ հետ արեց քեզ, մյուսը հետ արեց քեզ, բայց քո խոնարհությունը պիրևնա այդ ռոբեին, ինչ որ հալելույա դժվար է, չէ՞։ Դժվար է։ Նենքության դիմաց դու խոնարհիր գնաս, դժվար է։ Բայց սուրբ հոգիով շաղգապածին համար դժվար է, բայց հաջողում է։ Էսա իմ խնդիրը։ Հավատացյալը ես գիտեմ, որ նեղության մեջ Սարգիս համբերի խոնար եղիր։ Գիտեմ։ Բոլորս ալ գիտենք, բայց որ ժամանակը գալիս է, ես լինում եմ, հենց տեղից կերևնա շաղգապված եմ, կամ Սարգիսը ապրում է գիրագի, կամ արդու գարտալուց գարտալ։ Ուրեմն երկրորդ դիբար բառը հասկանաք, որ դիբար ասեմ։ Երբ որ այս դիբարը տեսնում ես,
Նախ տեսնում ես այդ վարվելագերբի դիբարը, երկրորդ տեսնում ես խոնարհությունը հոգևոր բաներու համար նեղություն քաշելուց։ Եսիգա խոնարհությունը, որ իր ծառայությունը գշարունակի, նայեցեք լավ կարծացեք, ծառայությունը գշարունակի նենքության ժամանակ։ Եվ ես վերջերս շատ էս բանը գսեմ։ Իմ ինչը լալս պիտի երևնա, երբ որ իմ ոտքս դոլորես։ Ինչ որ դժվար է եւ երբեմն վատ բաներ գելել է ինձանից։ Այդտեղը որ ես պետք է ապաշխարեմ, ասել ես ինչ էր այցի դու, ես ինչպես խոսեցար դու այդ, ես ինձ։ Դու ինչպես խոսեցար, ինչպես վարվեցար, արժանի չէ։ Դու Սուրբ Ոգիով այն ժամանակ շահգապված չես, ապաշխարե այդ բանից։ Ուրեմն ծառայությունը պիտի Պողոս առաքյալ գսե իմ ծառայությունս երևցավ, քանի որ իմ շահգապվածը լալս երևցավ, երբ որ ես ծեր արչև էի։ Երեցներուն է դարեց։ Գիտեք որքան ժամեր անցուց երեցների հետ։ Եվ թեմ արդեմ ես ծեր արչևը դուք տեսակ ինձ։ Բախված չէ։ Չասեց ես Սուրբ Ոգիով դանը իմ մեջ, ես եւ Աստված շատ լավ էին իրար հետ։ Այդ չասեց։ Ասեց ծեր առաջ դուք տեսակ ես ինչպես վարվեցա։ Որ մի բան անել մեկը հաստատ։ Աբրես, այդ եմ ուզում ասեմ, ես այդպես մտածեցի։ Եթե ինքը սուտ-մուտ մեկը լար, դասեր չէ։ Եղել են չէ մեր հետ եղել են մարդիկ, երբեմն գլսես գողքինին գտեսնես որ մարդը գսե ես ասեմ, ես եմ, հետո գտանաս գս այախ մեր այդ ասածների մենք գեսը չենք տեսել եկեղեցի մեջ։ Մենք չենք տեսել, դու ոնց եղել ես այդպես։ Հասկանաք, պիտի տեսնենք որ ասենք որ հա, երբեմն գասեն, չէ, այսինչ մարդը քո եկեղեցիդ գալիս է, ասում եմ, հա, ճանաչում ես, չէ։ Քանի որ գալիս է 1 ժամ գնում է դուն, անգևեջ խոսք չունենք, պիտի ճանաչենք, թե մարդեն պիտի լանք, տեսնենք իր բնավորությունը, իմ բնավորությունս շահգապվել է էսա։ Ուրեմն երբ որ ես Սուրբ Ոգի հետ կշահգապվեմ, ես նաև պիտի փաստվի այդ բանը։ Քիչ առաջ Դիանա քույրը ասեց, եկեղեցին մեջի ընտանիքի հարցը, այդ ընտանիքն է որ պիտի վերջապես ինձ ցույց տա, որ ես այնքան շահգապված չեմ։ Հալելույա։ Մենք փառք տվեք իրար, որ դուք իրար գողքին եք։ Quand tu գողքին եք չլա, դու չես տենար։ Ամեն։ Հալելույա։ Բա։ Անոր գուզե սրբանալ եկեղեցին մեջ գահարադեվե նեղության մեջ։ Խնդիրների մեջ, հարաբերությունների մեջ, դժվարությունների մեջ գահարադեվե։ Հալելույա։ Նախ եկեղեցից սկսենք, հետո դուրս ելնենք։ Հիմա շարունակենք։ Համար 20-ը նայեցեք ինչ կսեմ։ Պողոս կշարունակե գսե, նայեցեք ես կսե ինչպես վախնալով բնավ ետ չգեցա ցեզ օգտակար լալու համար։ Անչափ հարցակեցին իրեն, ինք ըսավ ես կրնայի ետ կենալ։ Ասել ցեզալ, ցեր ժողովուրդն էլ, ցեր եկեղեցին էլ, ցեր խոսքերն էլ, այ ախպեր։ Բայց ես կսե վախնալով չգեցա, այլ շարունակեցի, հայերեն գսե ետ չգեցա, շարունակեցի, ինչը շարունակեցի, օգտակար ըլլալ ցեզ։ Սուրբ Ոգիով շահգապված մարդը, սիրելի քույրիկներ, եղբայրներ, դերևնա, երբ ինք գմտածե քեզ ոնց օգտակար ըլլալ։ Ոչ թե ոնց լավ զգալ, ոնց եկեղեցին օգտակար ըլլալ։ Եվ այս վերջերս այս թեմաները շատ լսած են այս վերջին տարիները։ Ես այդ եկեղեցին գերտամ, քանի որ այդտեղ լավ գսկամ։ Ասեմ ցեզ, այդ սուբկրային խոսք չէ։ Ես չեմ կար եկեղեցին լավ զգալու։ Գուկամ, քանի որ գիտեմ, որ իմ ընտանիքն է։ Եվ գուկամ դալու, ոչ թե ստանալու։ Քանի որ դվողին է որ դերը գտա։ Հասկանում եք, դվողին գտա, ստացողին բան չդար։ Բիդի բարբեսկո քեզի դրվածը, որբեսի դերը լեցնի։ Ուրեմն գսե ես օգտակար եղա եւ ետ չգեցա դժվարություններ, Սարգիսը չսիրեց, Հակոբը չսիրեց, էս արեց։ Մի անգամ հովիվին, իմ առաջին հովիվին, որ ես խնդիրները չարեի այն ժամանակ, առաջին հովիվին է որ բաներ մը հսավը սինայր, ինձի թուրեն թուրսանես պատուանեն ներս կմտնեմ, էս իմ դունն է։ Հիմա ես այդ հովիվին արածը ցեզանից մեկումը անեի, չեմ գիտեր դուք ինչ կպատասխանեիք։ Վստահ գսեք, քեզալ քո եկեղեցինալ գնում եմ։ Բայց այն ժամանակ դիրոճմեն էր, ես ինձանից չի, դիրոճմեն ասի տուրիստ դուրսանես, բադուանից դերս կմես, բադուանից դուրսանես, տուրիստ դերս կմտնեմ, ես ստեղ եմ։ Եվ այդպես ստիպած ինձի քաշեց, յոլա դարավ։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Անորոմա հասել եմ ստեղ։
Իսկապես դերը ողորմացել է հովիվին։ Ինձ ալ ողորմեց։ Ուրեմն գտեցիք ժողովուրդ, գեղեցիկ է, գսե ես ցեզ համար գսե օգտակար բաներ դվի սորվեցնելու հրաբարագա, որում ժողովրդի մեջ եւ դուներու մեջ, այստեղ կարևոր է, որ եկեղեցին դուներու մեջ էր։ Ժողովուրդը դուրսա վետարանչություններ, ներսը դուներու մեջ կսորվեցնե, ինչպես հիմա։ Donc ուրեմն ամեն ինչ օրի գսե չի կանգնեցա։ Ինչու, քանի որ Սուրբ ոգով շանգապված եմ, չեմ գրնար ուրիշ բան չանել։ Հասկացաք միտքը։ Ուրիշ բան չեմ կարող անել, ես այս սրա համար եմ շանգապված։ Հալելույա, այստեղից կերևնա։ Ուրեմն մարդը Բողոս Արաքյալը գծարայե, նեղության մեջ գհարադևե, քաչություն ունի, գշարունակե, որբեսի շարունակի ավետարանը քարոզել, որ ավետարանը փրկության ավետարանը։ Հիմա նայեցեք վկայություն տալով գսե հрьяաներուն, հույներուն, ապաշխարության համար Տեր Հիսուս Քրիստոսի ցերկով։ Հիմա այստեղ ուզեմ մի բան ասել։ Իր ծառայությունը այն չէր, որ ծառայեմ։ Իր ծառայությունը ապաշխարությունն էր։ Մարդկանց իրական Քրիստոսի մոտեցնել, ոչ թե լավ հովիվ լինել։ Ոչ թե ինչպես ասեմ, պուբլիսիտե անել, ռեկլամ անել իր մասին, ինչ որ հիմա 190 հովիվները այդպես են։ Ոչ թե անել, որ ես հարադև եմ իմ ծառայության, որ իմ ծառայությունս պահեմ։ Ոչ։ Իմ հարադևությունս ավետարանը այնպես բացատրեմ, որ մարդիկ իրական ապաշխարեն։ Գրված այստեղ ապաշխարության համար եմ քարոզում։ Չեմ քարոզում, ասում եմ ես, բարձրապես քանի որ պետք է, կամ մարդ շատցնել, կամ իմ անձնական փառքի համար։ Ես քարոզում եմ, որ մարդիկ ապաշխարեն։ Մի քանի տարի առաջ մի հովիվ այսպես թեմա խոսեինք։ Ըսավ եթե ես քո պես խոսամ, եկեղեցիս մարդ չի մնար։ Ըսի ինչ է քո նպատակը, եկեղեցի լեցնել, թե ճշմարտությունը կարոզել։ Հասկացաք խնդիրը։ Եթե իմ կամ քո մեր նպատակը պիտի լա մարդու հետ լավ լինեմ, լավ ընկերություն ունեմ, ինձանից չնեղանա, ներողություն մենք Սուրբ ոգով շահգապված չենք։ Սուրբ ոգով շահգապված մարդը ճշմարտությունը գսե ավետարանի մեջ։ Ապաշխարության իմ նպատակս որ ամեն մեկս իրական ամեն օր ապաշխարենք։ Եվ իմ ծառայության նպատակը, քո ծառայության նպատակը այդպես պետք է լա։ Եվ ոչ թե լեցնել աթոռներ, գեղեցկացնել, ուրախանանք որ մենք 500 հոգի ենք։ Հետո Հալելույա, գերևնա այստեղ են ինչպես Պողոսին շահգապված լալը։ Եվ ահա գսե ես հիմա ինչպես կարծացին քիչ առաջ հոգիով գապված Երուսաղեմ գերտամ եւ այդտեղ չեմ գիտեր ինչ պիտի լա ինձի։ Ինչ գեղեցիկ խոսք է։ Պողոս Արաքյալը Աստուծո մարդ Հիսուսեն հետո մեր առաջին օրինակը։ Գսե չեմ գիտեր ինչ պիտի լա ինձի։ Բա ուր ես Պողոս, չէ՞ որ մարգարե ես դու։ Հիմա լսում ենք Մարգարե Սարգիս, Մարգարե Հովիկ, Մարգարե Լիանա, Մարգարե S, Մարգարե N, Պողոս ասում է ես չեմ գիտեր ինչ է լինելու ինչ։ Ես միայն մեկ բան գիտեմ։ Չարչարանքներ կան։ Եվ ես կապված եմ հոգիով։ Հոգին ուր դանի այնտեղ, ինչ ասի այն, բայց ես չեմ գիտեր վաղը։ Ես հիմա եմ իմ խոսքս։ Միապանությունը հոգին հետ էստե շատ կարևոր է։ Շատեր կգարձեն, որ որչափ Սուրբ ոգիով լեցվենք, այնքան կիմանանք ինչ պիտի լինի մեզ վաղը։ Այս ինչ մարգարեները, այսօր շատ մքարոզիչներ կան, այս մարգարեն ասեց, այն մարգարեն ասեց, Հիսուս պիտի գա 2026-ին, ինչ գիտնամ, ասպես պիտի լա, այնպես պիտի լա, ամերիկանաց պիտի լա, Ռուսաստանից պիտի լա, այ ախպեր, հանդարտ գեցիր։ Դու եւ ես չենք գիտեր ինչ պիտի լա։ Մենք մեկ բան գիտենք, որ դժվարություններ պիտի լան, ես գիտենք։ Բայց մենք այդ դժվարությունների մեջ պիտի մնանք հավատարիմ, շահգապված Սուրբ ոգիով։ Հիմա այս ինչ մարդը ինչ ասել է, այն ինչ մարդը ինչ ասել է իմ կորձը չի։ Քո համար ինչ ասել են քո կորձը չի, իմ համար ինչ ասել են իմ կորձը չի։ Իմ համար միայն մեկ բան, ինչպես անեմ որ Սուրբ ոգիով շահգապվեմ, միապանվեմ ավելի եւ ավելի խորը Սուրբ ոգին հետ քայլեմ։ Եվ ինչ որ պիտի լա, վաղվա ես չեմ գիտեր։ Գիտեք Հիսուս մի բան ասեց, այդ մարդիկը շատ մտահոգվում էին, ասեց մի մտահոգվիկ վաղվա համար, քանզի չեք գիտեր վաղը ինչ պիտի լա, ամեն օր ասե իր հոգսը բավարար է։ Այս Սուրբ դեստրությունները եւ այն Սուրբ հոգի շահգապվածի բան է, որ ես չեմ մտա ձեր վաղը հա գրնա մի բան եւ գսա այստեղ համար խնդիրներ պիտի լան վաղը։ Ինչի որ երբեմն գսենք հոգ մինեք ամեն ինչ լավ պիտի լա, ոչ, ես երբեք չեմ կարոզել այդպես։ Հոգ միներ ամեն ինչ լավ պիտի լա, ոչ, շատ բան շատ վատ պիտի լա, բայց մեկ բանի համար հոգր է,
որ դու Սուրբ Օքի շարգապվածությունեն դուրս ելես։ Այդ կո վտանգն է։ Քանի որ դու Սուրբ Օքիով քայլել ես, կլինի վերելք, վայլեջ, խնդիրներ, յանք է, ժողովուրդ ջան, բիդելա, եկեք անգերձ լանք, հիվանդությունա բյուննաս, գործի խնդիրա բյուննաս, երեխաներու պրոբլեմա բիդելաս, մի վախնակ, որ վայ մի ինչ լա, էդալ գլա, հալելույա։ Եվ մանավանդ ինչ են գվախնաս, էդ կլխիտ կգա, էդալ ասեմ, ուրեմն հանդարտ կեցիր, էդալ ասեմ, ինչից որ վախենում ես, որ գասած, հենց հիմա պրշտացա, դոնք, ասելիք է ժողովուրդ ջան, մի վախենակ, քանի որ Սուրբ Օքիով շարգապված մարդը չի գիտեր ինչ պիտի լա վաղը, բայց մեկ բան գիտե, որ նեղություն պիտի լա, բայց նեղության մեջ, հալելույա, դեր այնտեղ է։ Այս գիտե ինքը։ Եվ ոչ թե նեղություն չլա, լավ ըլլա մեզի համար ամեն ինչ, լավ գրնալ, չլար։ Հալելույա, ով գիտե։ Ուրեմն մի մտահոգվիկ կսե, մի վախնակ կսե, վաղը ինչ պիտի լա, շարգապվի Սուրբ Օքիով, Պողոս առաքյալը այդպես է եղել։ Ինքը իր մասին այստեղ մենք կգտնանք մի քանի բաներ։ Ավելի ես ցեզ ասեմ, իր դղամարդ ըլլալն ենք տեսնում այստեղ, հոգևոր դղամարդ։ Դղամարդ հասկացաք, ոչ թե գինի հագարակ եմ ասում։ Այս հոգիով եւ ապրես, այս տեսակ մարդ պետք է եկեղեցիներու մեջ։ Հոգիով, այսպես։ Հալելույա։ Դղաներով լայն մի բան գասե այդտեղ։ Այդպես մարդ պետք է։ Հալելույա։ Հոգևոր կյանքը այդպես մարդ պետք ունի։ Փալասների պետք չունի, վախկոտներու պետք չունի, ըսիեսավ խոսքով մարդկանց պետք չունի, այսպես մարդ պետք է, քանի որ այդպես խնդիրներ կան մեր առաջը։ Եվ դերը մեզ ասեց, դուք շատ նեղություններ պիտի ունենաք, բայց կասաշիրտ եղեք, ես հաղթեցի աշխարհի։ Հալելույա։ Հիմա համար 23։ Գիտեմ թե ամեն քաղաքի մեջ ինձի Սուրբ Օքին գվգայ է, նայեցեք Սուրբ Օքին գվգայ է, որ ես ամեն քաղաքի մեջ նեղություններ պիտի ունենամ։ Ասեցիք իջ առաջ մեկ ադալ ասեմ։ Սուրբ Օքին լավ լսեցեք։ Մեզ մեր կոմֆորտեն միշտ դուրս կհանե, որբեսի մեզ ավելի սրբացնե։ Եթե ես իմ կոմֆորտիս մեջ մնայի, ստեղ չի հասնի։ Մեկ հատ նայր քո կյանքդ։ Երբ հոգևոր ավելի մեծ քայլեր ես, երբ որ նեղության եղել է քո այդ ժամանակ, քո կյանքի մեջ մի բան եւ դու որոշել ես կամ մի բան եղել այդտեղ, Սուրբ Օքիով քայլողը միշտ այդպես է։ Նեղության մեջ, որ դերը ցույց կտա իր աստվածությունը, իր հայրությունը, իր սերը, եւ այդտեղ ավելի կզորանաս, քանի որ նեղության մեջն է որ դերը գուզե մեծ գործեր անել քեզի հետ եւ ինձի հետ։ Ամեն։ Ուրեմն չես գիտեն ինչ պիտի լա, կոմֆորտ է դուրս ել եւ նայեցեք 21-րդ գլուխը, հաջորդ գլուխը, նայեցեք ինչ կբադայի, համար քանի էր 12 էր գարձեմ, 21-ին 12-ին։ Հիմա ինքը Բոս կերտա Երուսաղեմի ջամփուն վրա, ուրիշ հավատացյալներուն այս բանը գսե։ Եվ նայեցեք մյուս հավատացյալները ինչ կսեն։ Երբ լսեցինք, որ Բողոս պիտի ձեծվի, պիտի մեռնի եւ այլն, երբ լսեցինք, կսե աղաչեցինք Բողոսին։ Դեղացիներն ալ, որ Երուսաղեմ չելն է։ Քանի որ Սուրբ Օքին գսե, եթե Երուսաղեմ ելես, քեզի պիտի սպանեն, քեզի պիտի ձեծեն, քեզի պիտի էսպիտեն, քեզի պիտի այդ պիտեն։ Բողոսի ընկերները, լավ դղակներ, ասում են չգնաս։ Եթե գնաս, պիտի մեռնիս։ Եթե գնաս, քեզի պիտի վատ բան ասեն։ Եվ Բողոս կսե նայեցեք պատասխանը։ Ինչ կսեք կսե։ Ինչու գուլակ ու իմ սիրտս կջմլեք։ Ցավցնեք մեկ խոսքով։ Քանզի ես ոչ միայն Երուսաղեմի մեջ կապվելու, հաբա նաև մեռնելու եմ պատրաստ Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Գսե, ինչ կխոսիկ կսե դուք մարդկային խոսքեր։ Վայ Բողոս առաքյալ, խնդրեմ քեզ, խելքդ գլուխդ հավաքե։ Դղամարդ եղիր, բենգերներ ունիս, եկեղեցի ունիս, ինչու ես գործը գնես, պիտի քայքայվիս, չէ, գսե, Սուրբ Օքին ասում է, որ պիտի գնամ, եւ Սուրբ Օքին գսե, որ ես նեղություն պիտի ունենամ, ուրեմն իմ սրտիս հետ մի խոսքով սանտիմենտալ մի լակեդս։ Սկացմունքային, եւ ես ձեր ասեմ, մեր սկացմունքները մեզ սպանում են։ Մանավանդ եթե քիչ ավելի սկացմունքային ենք,
Մեր սկացմունքները, վախի սկացմունքը, բանի այսպես էմոցիոնալ, հայերենը ինչ է, հա, սկացմունքային, այս բոլորը մեզ խեղդում են։ Եվ Պողոս կսե ինձ այդ խաղերով մի խոսիկ։ Սուրբ ոգին գսե որ նեղություն պիտի ունենաս, դու ինձի մարդկային խոսքեր մի խոսիր։ Չլար, ամոթ է, ինչ պիտի լա։ Ուրեմն ան որ Սուրբ ոգիով շաղգապված է, լավ լսեցեք։ Շատ մարդկային խոսքեր չի լսեր։ Մեր ազգային խոսքերը չի լսեր, մեր հայկական սովորությունները շատ չի լսեր, քանի որ եթե սկզբից քիչ մը լսելու որ այդպես պետք է անենք, այդպես պետք է անենք, այդպես մի արա, ամոթ է, վայ գլինի, մենք հայ ենք, կլամիտ է, ինչ եղավ Սուրբ ոգի շաղգապված են դուրս ես գալիս։ Եթե դու պիտի վախնաս որ հարևանդ ինչ պիտի սքես համար, կամ ես ինչ մարդը, կամ ինչ մարդը, քեզ դուրս պիտի հանե Աստծո խոսքեն։ Աստծո խոսքը ճշմարտությունը պիտի ասի։ Պողոս առաքյալ այստեղ ցույց կտա իր շաղգապված ըլլալը չի լսեր ինչ կբադահի չորս կողմը իր մասին։ Նույնիսկ իր մտերիմները գսեն որ միներ Պողոս առաքյալ։ Գսե չէ, ես շաղգապված եմ հոգիով, պիտի երթամ հոգիով, պիտի չարչարվիմ։ Հալելույա։ Գամեգը պատրաստ է այսպես չարչարվելու։ Կուզենք լավ քարոզ լսենք հովիվ, մեկատ մեզ անման քարոզ մը ըրե որ հանգստանանք եւ հանգիստ դուն երթանք։ Էսելի գս ինչ է, եթե դու խփվելու չես կար դիրոջ արջև, եթե գուզած հանգիստ նստից որ դերը մեջ կտկեր է, էդի դերը չէ, էդի ուրիշ հոգի է։ Շաղգապված Սուրբ ոգիով քեզ միշտ կոմֆորտ է դուրս պիտանի։ Ես ամենատեւս իմ հոգևոր կյանքից մեջ այսպես գտեսնեմ Սուրբ Գիրքը եւ իմ կյանքս։ Ամեն անգամ որ հանգստանամ եւ ես ինձ մի քիչ կնստեցնեմ, արդեն ինգա սխալի մեջ ինգա, սխալ մտքեր, սխալ կորձեր, սխալ այս։ Բայց երբ որ նեղութեն դերը գխանքարի քեզի եւ գսե որ դու կոմֆորտի մարդ ես, դու Սուրբ ոգիով շաղգապված վտանգավոր մարդ ես, եւ տևերուն վտանգավոր ես, եւ դու քեզի համար վտանգավոր ես, եւ 4 կոմիներուց համար վտանգավոր ես։ Քանի որ դու Սուրբ ոգիով շաղգապված ես, դու չես կրնար քայլել ուրախ, զվարթ, հալելույա, ամեն այսպես հանգիստ կյանք։ Եվ այն համադարձյալները, որ ուզում են հանգիստ կյանք, ես ասեմ դուք դիրոջը հետ խնդրեմ պիտի ունենաք։ Չեմ ասում ունեք, բայց այդ չեմ ասի, բայց մտածեցեք որ ասեցի։ Կոմֆորտի կյանքը հոգևոր կյանք չի։ Սրա համար է որ այսօր մենք պետք է այստեղը մի 500 հոգի ունենայինք այսօր։ Ուր են, քանի որ կոմֆորտ են։ Կոմֆորտի կյանքը հոգևոր կյանք չի, բայց այդ մարդկանց հարցուր քեզանից ինձանից լավ հավատացյալ են։ Իրենց հարցնես, իրենք լավ են։ Բայց ինչու ստեղ չեն, ինչու չեն ծառայում, ինչու նվիրված չեն, քանի որ էս ունեն, այն ունեն, էս ունեն, այն ունեն, հիմա կոմֆորտի մեջ են, մի խանգարի կոմֆորտես հովիվ։ Պողոս առաքյալը գսե որ շաղգապված եմ, ինձի գսե որ պիտի ձեծեն, պիտի մերցնեն, պիտի գաբեն, էս պիտնեն, Սուրբ ոգին հետ գսե, բոլորը գսե մի գնա հանգստացի Պողոս, ինքը գսե չէ, Սուրբ ոգին ասում է որ պիտի երթամ եւ ես պիտի երթամ։ Հալելույա։ Համար 24-ը ինչ գսե, բայց ես գսե, փանիմը համար հոգ չեմ ըներ։ Իմ անցս բադվագան չեմ սեբեր, վաու։ Ես գիտեք ինչ զորավոր խոսք է, եթե իրական ապրինք, իմ անցս բադվագան չեմ սեբեր, միայն թե իմ ընթացքս կատարեմ եւ իմ ծառայությունս կատարեմ Հիսուսի համար, ես ամեն ինչ պատրաստ եմ, իմ անցս նույնիսկ մերցնելու պատրաստ եմ, իմ անցս այնքան կարևոր չի, Բարևեցիր ինչի բարևեցիր, սիրեցիր ինչի սիրեցիր, ընդունեցիր ինչ ընդունեցիր, ինչ կարևոր չի, միայն այդպես որ իմ կորձս չգանքնի։ Ծառայությունս, գոչումս չգանքնի։ Գտեսնեք ֆոկալիզեին հայերենը ինչ է, գետրոնացած։ Հա, գետրոնացած է իր գոչումի վրա ժողովուրդ։ Քիչ առաջ ասվեցավ, իր գոչումի վրա գետրոնացած է Պողոս։ Ես ով եմ, ինչի գանչված եմ, ուր եմ գնում, ինչ է իմ կյանքիս նպատակը, ինչ է իմ կյանքիս ամբողջ էությունը, ամեն վրես ֆոկալիզե եղած եմ, եւ ես չեմ նայիր աջ եւ ցախ, ինչ լավ է, ինչ լավ չէ, ինչպես պետք է լա, չեմ նայիր նույնիսկ ես իմ անցիս կոմֆորտի վրա, իմ անցիս հանգիստի վրա, նույնիսկ իմ բադիվիս վրա։ Մենք եթե իրար ասենք անբադիվ Սարգիս, կնեղանանք, չէ։ Մեկը քեզ հայոյի, սատիկ դու անբադիվ ես, ինչ կալ, ասում, ոնց, ինչպես։ Քուրիկներ եղբայրներ գբաշխանեն քեզ, գարելի է միթե քրոջ հետ ասես, անբադիվ։ Պողոս ասում է, ես անբադիվ եմ միայն թե իմ բադիվս արգելք չլինի դիրոջ ծառայությանը։ Եթե ես ալ իմ բադիվս ալ դիրոջ ծառայության արգելք է, թող անբադիվ լինեմ խնդիր չի։
Հալելույա։ Գտեստեք միջև ուր գերտա Սուրբ Հոգիով կապված մարդը։ Գետրոնացած է դիրոջ վրա, իր գոչումի վրա, եւ նաեւ այստեղ գսե գետրոնացած է Աբակայի վրա, թե օրը ինքը մրցանակը պիտի առնի Հիսուս Քրիստոս երբ վերադառնա։ Այս շաբաթ մտածեցիք ձեր Աբակայի մասին։ Հավիտենական Աբակայի մասին, ներողություն, ձեր փոխշահելու մասին չի։ Ձեր ռետրետի մասին չի, հա։ Ձեր Աբակա կորձերի մասին չի։ Գիտեք, ես մի բան եմ հասկացել։ Նայեցեք, շատ բաներ ունենք մեր առաջը եւ հուսամ բոլորս ալ կհաջողենք մեր լավ ծրագիրների մեջ։ Դերորդնի, միջև ademo ծրագիրները մաքուր են դերորդնի։ Բայց այդ ծրագիրներուն հասնելու համար մեգա տեխնիկ ծորվեցնեմ ձեզի։ Նախ հետևից սկսիր։ Ոչ թե այսօրվանից, վերջավորությունից։ Ինչ է մեր վերջավորությունը։ Դիրոջ հետ լինելը։ Ամեն։ Այդտեղից եմ սկսում գազմագերբել իմ կյանքս։ Ոչ թե այսօրվանից, որ վաղը ինչ եմ։ Ես երկինք պիտի երտամ, դիրոջ հետ պիտի լինեմ, որ ես փրկված եմ իր սուրբ արյունով, հալելույա։ Ես իր հետ պիտի հանդիպիմ մի քանի տարի վերջ, չեմ գիտեր երբ։ Բայց մինչ այդ, հներիքներ ունեմ, կորձ պիտի դնեմ, երդասատներով պիտի ամուսնանան, աբակա ունի, հալելույա։ Մինչ այդ, նպատակային դեղ է։ Ոչ թե ամուսնանամ հետո կմտածեմ ինչ եմ անելու։ Ոչ թե ես կորձս անեմ հետո, ոչ, ես այդտեղ արդեն դեռն է իմ կյանքիս նպատակը, պիտի բաշտեմ, պիտի ծառայեմ, մինչ այդ, պիտի ապրենք, չէ։ Պիտի ապրենք, պիտի երթանք աշխատենք, պիտի ապրենք, պիտի հոգնենք, պիտի դուն շնենք, դուն ապրենք, հալելույա։ Բայց եթե դու գործընծնես քո նպատակը, եթե այդտեղից չսկսես շնել քո կյանքը, մենք աբակայից պիտի շնենք մեր կյանքը։ Սրա համար եմ ասում ժողովուրդ, եթե մեր դեսիլքը, մեր գոչումը չի, մեր այստեղ ինչ որ գշնենք, ավազի վրա ենք շնում։ Մեր նպատակեն պիտի շնենք, պիտի կանք մեր ներկան։ Հասկանալի էր այսօրվա խոսածը, հալելույա ժողովուրդ։ Հա, ուրեմն գոչումը ֆոկալիզեն, իր գոչումի վրա, դիրոջ վրա, աբակայի վրա։ Վերջացուցի այսօր, մի հատ հարց պիտի հարցնեմ ձեզ։ Խոսեցանք Բողոսի մասին։ Ամեն։ Այս Բողոսի, ապրես, այս արդեն ճանաչում եք արդեն ինձ կամաց, այս Բողոսի մասին էր։ Ժողովուրդ, երկու բան կա այստեղ։ Գամ այս պատմությունը Հոգասը մեզ գրեց, որ տեսնենք, ասենք, այս ինչ լավ դղամարդ է Բողոսը, այ բրավո բե։ Գամ այդպես ասենք։ Գամ գրեց, որ ասելով նայեցեք ոնց է Սուրբ Հոգիով կապված մարդը, որ դերը ուզում է տեսնի։ Ամեն իրավիճակի մեջ։ Հարադև, խոնար, բայկարող, ավետարանը կարոզող, դեսիլքը շիդակ տեղ։ Նայեցեք մեր հատ համար գսե Բողոսը եւ գուզեմ որ այսպես պագենք։ Առաջին Կորինթացիցի մեջ, եթե գարտակ Բողոսը գսե ուրեմն 11-րդ գլուխը համար 1 11-ին համար 1-ը գրնա մեկը գարտալ Ես համարը որ գարտացինք Բողոսին համար չէր Այս մեր համար է Կադի որ Բողոս գսե նայեցեք ես ինչպես եմ ցեզի օրինակը տվի Այսպես նմանվեցեք ինձ Քանի որ ես ինձանից չայս ամենը ես կնմանվիմ Հիսուսին Ինչպես Տիրոջից ես կնմանվեմ այդպես ալ դուք նմանվեցեք ինձ Քուր եղբայրներ այսօրվա մեր խոսածը Սուրբ Հոգիով կապվելը Սուրբ Հոգիով շաղ կապված ըլլալը ժողովուրդ քույրիկներ եղբայրներ ամբողջ ամենայն հարկանքով եթե այսպես չենք ապրի մենք Տիրոջ երեսը չենք տեսնելու ամենայն հարկանքով Եթե շաղկապված Սուրբ Հոգին կադի որ Հիսուսի զոհողության արդյունքն է Սուրբ Հոգին Եթե ես այդ Սուրբ Հոգիով չքայլեմ գարտես զոհողությունը խաչի կամ հարությունը եւ խաչի իրականությունը ես մեկ կողմ գարտես կցնեմ Հիսուս խաչվեցավ հարություն արավ երկինք բարձավ Սուրբ Հոգին ղրգեց որովհետեւ շաղկապված Սուրբ Հոգիով իր գործերը կատարենք Մի խոսքով Բողոսի նման լինենք Հալելույա Գտեստեք քույրեր Եղբայրներ, ես հիմա Սուրբ Հոգիով կապված եմ գսե Երուսաղեմ գերտամ, չեմ գիտեր ինձ ինչ պիտի լա, ես իմ կյանքիս հետ կարևորություն չունի, ես գերտամ, Սուրբ Հոգին ինձ գսե եւ ես կքալեմ, շաղ կապված եմ, գիտեմ նեղություններ պիտի ունենամ կյանքիս մեջ։ Գիտեք ինչ նեղություններ ունեցա Բողոս Արաքյալ։ Քանի որ ավետարանը կարոզեր։ Ավետարանը կապրեր։ Ինչու մենք շատ նեղություններ չունենք, շատ արագ ասեմ, քանի որ հանգիստ կապրենք։ Կոմֆորտի մեջ
Մեր նեղությունը ինչ է, Ադամը դեցավում օրինակի համար երբեմները։ Նեղությունը այդ է որ ամսվավերջը փոթքի չգավ։ Նեղությունը այդ է որ այս մարդը քեզ մի հատ անարկեց։ Նեղությունը այդ է որ ինչ գիտնամ մետրոն չգավ, օտոն չգավ։ Էս է մեր նեղությունը, էս ինչ է։ Հասկանաք, եկեք ասենք դեր շաղկապված լամ հոգիովդ եւ նեղություններու արչեւ հավատարիմ մնամ եւ հարադեվ մնամ։ Պիտի խնդրեմ ձեզ մի այս համարները մենք մնալ գարտանք լրությամբ հիմա։ Մենք մնալ գարտանք լրությամբ եւ գուզեմ որ այս համարները երբ կգարտաս սիրելի քույրիկ եղբայր այս համարները երբ կգարտաս դիրոջ արչեւ սկսես ասել դեր այսպես շաղկապված արդյոք ես կարամ ապրեմ քո հետ։ Արդյոք դու կհավատաս որ այսպես մարդ կրնաս լալ։ Հարց գնամ արցնեմ դու կհավատաս որ դու այսպես մարդ կրնաս լալ։ Գեսերն այդ շատը թեր են չեք հավատում, որ ես այսպես մարդ չէ հովիվ, չեմ գնա։ Բայց եթե չես հավատար, չես ալ լինելու։ Քանի որ հավատքն է թուրբացող, որ Սուրբ Օքին կործե քո հետ։ Ուրեմն մտած է այս համարները, եթե քո համարեն դու այսպես մարդ գնթունիս լալ, կհավատաս որ պիտի լաս։ Եթե կհավատաս որ պիտի լաս այսպես մարդ, ուրեմն ասե դեր այո, օգնենք։ Իսկ եթե չես կարող հավատաս բարաբի աղոտ կալ միներ, չի ալ հասնի աղոտ կդերգինք։ Քանի որ հավատքի մարդն է որ դիրոջ հաճելի է։ Ուրեմն պիտի խնդրեմ, մի հատ մտածի, դու եւ քո մեջ աչքերդ փակի, սուպկիրքդ բաց, մի հատ մտածի, դու եւ քո մեջ Հիսուսի հետ այս րոպեին եւ դես ասա ես այսպես մարդ պիտի լինեմ, այսպես դա հավատամ որ պիտի լինեմ, հալելույա Տեր, ես որ գարտամ ես էս եմ ուզում, բալա, ես էս եմ ուզում։ Ես էս եմ ուզում եւ գիտեմ որ Սուրբ Օքին ես ինձ տանում է ստեղ, ես պիտի գնամ ստեղ, ուրեմն սարքիչտամ, պերան կոցի գնա առաջ։ Ես ինձ եմ ասում։ Բայց եթե ես չհավատամ որ ես մարդն եմ, եւ գամ եթե դու կարծես որ հիմա այս կորձը բրձնի, մյուս կորձը լինի, մյուս կորձը լա, հետո գնայինք, իմացիր որ դու արդեն հետացկում ես Աստվածային օրհնությունը քո կյանքիդ մեջ։ Վալա, մի քանի րոպե լուր գնանք, այդպես կվերջացնենք, Տերը օրհնի, հալելույա։